Սիրելի բարեկամներ, ես այսօր այստեղ կանգնած եմ որպես Արմավիրի մարզի բնակիչ, բայց նաև որպես Եզդի համայնքի զավակ, մի համայնքի, որը դարեր շարունակ ապրում է Հայաստանում եւ իր աշխատանքով, իր հավատարմությամբ մասնակցում է մեր երկրի կառուցմանը։ Ես համոզված եմ, որ մեր համայնքը եւս կարող է եւ պետք է ակտիվորեն մասնակիցը լինի մեր երկրի համար կարևոր գործընթացներին եւ ունենա նաեւ իր ներդրումը ուժեղ Հայաստանի կերտմանը։ Բոլորս ենք ականատես լինում, թե հակաիրավական գործընթացների արդյունքում ինչպես են թիրախավորվում եւ քրեական հետապնդումների ենթարկվում հայ առաքելական եկեղեցու սպասավորները, թե ինչպես է ակնհայտ абսուրդ մեղադրանքով կալանավորվում ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ բարերար Սամվել Կարապետյանը։ Եվ այս ամենը արվում է մի քաղաքական իշխանության կողմից, ով իշխանության եկավ մեզ բոլորիս ժողովրդավարական, իրավական եւ արդար պետության մասին խոստումներով։ Ես մշտապես փորձել եմ պայքարել այդ երևույթների դեմ քաղաքացիական հասարակության ոլորտում, սակայն գալիս է մի ժամանակ, մի պահ, երբ այլևս միայն դիտորդ լինելը բավարար չէ։ Ես որոշել եմ կարևոր այս արժեքների համար պայքարը տեղափոխել նաև քաղաքական դաշտ, քանզի շատ խնդիրների լուծումը առավելապես հենց քաղաքական մակարդակում է արվում։ Եվ այդ պայքարն անցնելու եմ ուժեղ Հայաստանի հետ, եւ այս ընտրական փուլում իմ գիտելիքներով, իմ փորձով, իմ ողջ կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանին մեր երկրի համար ապագայի պայքարում։ Իսկ ինչու ուժեղ Հայաստան? Ուժեղ Հայաստան, որովհետեւ ես ինքս հավատում եմ, որ հենց այս թիմը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ իրապես իր շուրջն է համախմբում մարդկանց, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ պետություն, ուժեղ իր օրենքներով, իր ինստիտուտներով, ուժեղ իր հասարակության համերաշխությամբ։ Բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ գործարար եւ բարերար, այլ նաեւ որպես մարդ, ով տարիներ շարունակ իր հնարավորություններով աջակցել է Հայաստանին եւ մեր հասարակության բազմաթիվ նախաձեռնություններին։ Սիրելի բարեկամներ, ամփոփելով իմ ելույթը ես կոչ եմ անում իմ եզդի քույրերին եւ եղբայրներին կանգնել արդարության, կանգնել օրենքի եւ կանգնել ուժեղ Հայաստանի կողքին։ Արդար եւ ուժեղ Հայաստան, որը շատ շուտով ունենալու ենք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Դեպի ուժեղ Հայաստան։